Ֆրանսիայի շատ քաղաքներում վաճառվում է papier d'Arménie, հայկական թուղթ։ Ինչ է սա։ Սա մի այնպիսի թուղթ է, որը այրվելիս բուրմունք է արձակում առանց կրակի, ծխում է։ Բացի այդ, նա անտիսեպտիկ է և վերացնում է օդում գտնվող բոլոր միկրոբներին։ Շատ լավ է օգտագործել բնակարաններում, բայց թե ինչպես է առաջացել այս թղթի պատմությունը, կամ ինչու է կոչվում հայկական թուղթ, հիմա դուք կիմանաք։ Երբ 19-րդ դարի վերջում ֆրանսիացի քիմիկ Օգուստ Պոնսոն այցելում է Հայաստան, նա նկատում է, որ հայերը իրենց բնակարաններում ինչ-որ բան են այրում, դրանով քշում են իբր չարքերին բնակարանից, բացի այդ հոտ է արձակում առանց կրակի, եւ վերադառնալով Ֆրանսիա ստեղծում է վերջապես մի փոքրիկ գործարան, որտեղ էլ ստեղծում է papier d'Arménie թուղթը, որը մինչև օրս արտադրվում է նույն գործարանում առանց փոփոխության եւ Փարիզի մոտակայքում Մոնrouge գտնվող թաղամասում է գտնվում այդ գործարանը։ Այդ թաղամասի մարդիկ արդեն վաղուց ծանոթ են այդ հոտերին եւ իրոք papier d'Arménie այդքանով կապ ունի, նա չի արտադրվել Հայաստանում եւ որևէ հայ այն չի ստեղծել, դա ֆրանսիացի քիմիկն է ստեղծել, բայց քանի որ նա այդ տեսել է նախատիպը Հայաստանում, անվանել է papier d'Arménie։ Ահա այս թղթի պատմությունը։ Papier d'Arménie մեծ ճանաչում ու վայելում ունի Ֆրանսիայում։ Եղեք տեղեկացված։ Ահա այդ հանրահայտ papier d'Arménie-ն, կարծես փոքրիկ գիրք լինի։ Էջերի թիվը կարող են փոփոխական լինել, իսկ չափը միշտ անփոփոխ է։ Կտրում ես որևէ տեղից, որ բուրմունքը որ կցանկանաս եւ այրում ես։ Շատ երկար է տևում, մինչեւ այն ծխում է եւ վերջանում է։ Եթե դեռ չեք գնել, ապա գնեք եւ ինքներդ կհամոզվեք։